Անուն հոր եւ որդու եւ ոգուն սրբու ամեն Քրիստոս արյալ մեռելոց Քրիստոս արյալ իմեռելոց Քրիստոս արյալ մեռելոց Մենք կսպասենք քարունը կա արևը լա բայց արևը գուշանա մեզ մեն երված է բայց նշմարած ենք Արև ելն է ամեն մարդ կուրախանա, կժպտի, օթուն գարնեն, տեղություն երթալու գերթա, պարդեզը գսկսի կորձնել, որ հեչ հոգը չեր հոնի չէ, բայց կորձ կնեն։ Ուրեմն արևը մեր մարմնի համար անհրաժեշտություն է, խիստ, հույժ կարևոր է։ Եվ մեր հոգինալ շատ հույժ կարևոր բաներու պետք ունի։ Ատկե մեկը, որ այսօր խոսվեցավ, ճշմարտությունն է։ Մը երևակայեցեք։ Եթե մարդը չգիտնա ինչ է ճշմարտությունը, ճիշտ ընդհանրապես կյանքի մեջ, ինչ կլա, միշտ շվարած կլա։ Հիմա, երբ որ բզդիգը կհարցնե, ասիկա ինչ կույն է, իրեն համար ծնողքի բերնեն ելած խոսքը Ադիգա է, մա եթե ես տղայս ասեմ ասիգա գարմիր է, ինքը պիտ կարծը ադիգա գարմիր է, և ամենում պիտ երթասը, որ գարմիր հակուստ ունի բամաս, բայց եթե ճշմարտությունը ասեմ, սև է, իրեն համար ճշմարտություն ադիգա կլնա։ Ուրեմն, առաջ ճշմարտության մարդը շվարած կլնա, ըլլա իր անձնական կյանքի մեջ, օրինակ երբ որ մեկը կհարցնե ով եմ ես, չէ՞, երիտասարդներ, պատանիները շատ այս հարցում ունեն, ով եմ ես, անեմ ինչ-որ ինձի գսեն կոմպյուտերի վրա, Facebook-ի վրա, անեմ ինչ-որ գաշխադիմ շատ դրամ գշինեմ, հաչողակ մեկնեմ, անեմ ինչ-որ բարեկամներս իմ գարձիկս ունին իմ մասից, բայց ավելի խորում ճշմարտությունը Աստված կսե, որ դու իմ սիրելի զավակս ես, ինչպես Քրիստոսին ասավ մգրտության ժամանակ, ահա իմ սիրելի որդին, որուն ես կհավնիմ, կսիրեմ, ուրեմն թուն իմ սիրելի զավակս ես։ Ճշմարտությունը գայր նաև հարաբերություններու մեջ։ Դուք ամենը դիգիններ եք, խոսիլ շատ կսիրեք բնականաբար, դիգինները խոսիլ շատ կսիրեն։ Եթե փորձառու եք մարդոց մտիգնելու, արդեն բերանին բացածը գիտեք, ճիշտ է կամ սուտ, չէ՞։ Կխոսին խոսելի սիրույն կամ բամոնին ասելիք։ Եթե հարաբերության մեջ սուդը շատ եղավ, այդ անցը չեք ուզեր շատ տեսնել, չէ՞, այդ անձեն հեռու կմնաք։ Եթե ընկերության մեջ սուդը շատ եղավ, այդ ընկերությունը կպչան, մեջտեղ են գերտան։ Եթե ընտանիքի մեջ սուդը շատ եղավ, այսինքն միայն արտակնապես ամեն բան լավ է, բայց ներսը լուր չենք խոսիր արվի, բայց գադենք իրարու։ Պիտի սենք կարմիր է գսենք սև է, որտև թիմացինը չի գիտե ինչ կլնագոր։ Մեկս մյուսի ետևեն, Սաղմոսը գսե թագարներ գլարենք, ադիեսեր է, որ մեր հարաբերությունը ճշմարտության վրա չէ հիմնված։ Հիմա սիկա շատ կարևոր է, որովհետև Քրիստոսին, երբ որ, ասանք, հարցումներ ուտային արմադական, որ մարդուս համար կարևոր էր, ինքը ինչ կսեր, չէր ասել, որ ճշմարտությունը, օրինակ, եթե աս խոսքերը ասեք, ասե ճշմարտությունը, չէր ասել, եթե ասան քալեք, ասե ջամփան, ինչ կսեր, ես եմ ճշմարտությունը կսեր, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, այսինքն ամեն ինչ իր արջևը իր անձի մեջ պարփակեց, որպեսզի երբ որ մենք մարդիկս ճշմարտություն կփնտրենք, դուրս չնայենք։ Մարդոց հարաբերությունների մեջ չնայենք, որտեղ մենք արևը ելնե փոփոխական ենք, ուրախանանք, արև չի գա այսօրվա պես տխուր ենք։ Այսինքն ճշմարտությունը Քրիստոսի անձի մեջ է եւ ճշմարտությունը Քրիստոսի նկարագիրն է։ Ինչպես որ հոսքս է, սատանայի նկարագիրը ինչ է, մարդասպան, սդախոս, ուրիշ տեղ Հովանես Ավետարանչ կուկա գսե, կուկա քողնալու, սպաննելու եւ փճացնելու, ցրվելու, այսինքն իր նկարագիրը։
Նկարագիրը շատ կարևոր բան է, այսինքն մարդուս բնությունն է ադիգա։ Օր մը գարիջը գիտեք, թունավոր ոչում։ Կերտա գրիային գսե, գրիա գսե, գուզեմ աս կեդա անցնիլ, բզդիկ կեդն կա։ Կրնամ ատ մեջքիտ վրա ելնել, սապատիտ վրա ելնել, չէ։ Գսե չէ գսե, թու գարիջ ես, բիդի խայթես ինձի, երկու կսալ բիդի խորդակին։ Չէ գսե, չեմ խայթեր քեզի, խայթես գսե, երկու խորդակին կեթե քեզի խածել, ես փոխված եմ, ես ուրիշ մեկն եմ հիմա, պարզապես ինձի ոստեղ է հանդա։ Գրիան չի համացայմիր, բայց շատ գխոսի կարիջ է, որ ես փոխված եմ, գսե լավ, ելիր մեջքիս։ Մեջքին ելն է կարիջին գդանի, ապը գհասնին, կարիջը իջնալեն առաջ, մեկ հալավոր մը գխայթե գրիային, գրիան գսկսի խորդագել ջուր իջնել։ Ասամ գնային գսե, որ հաբասիր փոխվեր ես, չպիտի ինձի խայթես, կարիջը գսես կներես գսե, բնությունս է, ես չուզելով էի ասիկա։ Այսինքն, մարդը սովորություններ ունի, եթե առաջ կչարնե, սատանայի զավակ կտառնա։ Այսինքն, մենք ունենք սովորություններ, որ երբ որ Աստծո խոսքով, դիսցիպլինով, մեր ճիշտ բարեկամներու օգնությամբ ինքզինքից չշտկենք, երբեմն գուքա, որ ինչ կնենք, անկիտակցաբար կնենք, չէ, նորեն բիդիքան սուտ խոսելու, մարդիկ կան, խոսելու սիրուն գխոսին և կարևոր չէ ինչ կելն է բերնեն, ասենք դեսեր են մեկ հատ, բզդիկ, պամը գմեցնեն, կսեն լուն ուղտ կտարցնեն, լուն հատ բզդիկ, ոչիլի բես թրջունն է մարդու գլխու վրա գլա գամանասուններու, բզդիկ պամն է, ուղտ կտարցն է մարդը, չապազանցությունը եվս սուտ է, այսինքն գսե, որ սադանան, երբ որ սուտ կխոսի, մի զարմացեք, որովհետև ադիգա իր նկարագիրն է, սդախոս է և սուդին հայր է, և սուդը իրապես մարդ կսպան է, և մարդասպան է, որովհետև Աստուծոց են չգրցավ պայքարի սադանան, սկսավ Աստծո արարչության տեղ պայքարի և առաջինը, որ ինգան ատ սուդի մեջ, Ադամը և Եվան են։ Բայց հիմա խեղճերը միշտ մենք մեղավոր կանենք, Ադամ և Եվան։ Հանեց, Աստված հանեց իրենց դժողքին։ Ադամը Եվան, ես և դուք։ Ադամը մարդը, Եվան գինը, չէ։ Միշտ ատ օծը իր բնությամբ սադանան մեր մեջ է ամենօրյա պատասխան գուզել։ Պիտի իրեն հետ խոսինք, չէ, որն է ճշմարտությունը, շատերը գիտեք ինչ է ճշմարտությունը, չէ, բայց քանի որ մեր բնության մեջ կարիճ կա, միշտ գնայինք, որ ինչպես կրնանք խայթոց մտնել, որբեսի այդ խայթոցը արմատապես վերանա մեր մեջի, մենք Պրդիչ պետք ունենք, ադոր համար խայթոց անչապ մեծ էր հրյանելու մեջ, որսին, որ ասոր խաչը հան է, և Քրիստոսի աս խոսքերը շատ զորավոր են Հովանու ավետանի 8:44, գիշեք ինչ կսե հրյանելու մասին, հոր գողմ է սադանայի զավակները, և ասիկա կսե արարիչն արարածոց, Ադիգոմյան հրյաներուն չի վերապել, ովքեր որ ճշմարտության թեմ են, ովքեր որ միայն իրենց կյանքը իրենց կծառայեցնեն, խաբեբայություն, անօրենություն, սպանություն, մարդասպանություն, այդ տեսակները ճշմարտության հետ կապ չունին, և անոնք սատանայի զավակներ են։ Անորաբար, եթե գուզենք լույսի որդիները լալ, որ որդինը զավակ է չէ, պետք է երթանք լույսի հորքով, որ Քրիստոս ինքն է, որտև աշխարհը որ չափալ խաբեությամբ կալ է, շիդակ կալող մարդը որ չափալ դժվարություն տեսնե, ավելի խաղաղություն կունենա, որտև Տիրոջ խոստումն էր, չէ, հալածանք պիտի ունենանք այս աշխարհի վրա, բայց քաջալերվեցեք
Ես հաղթեցի աշխարհին, այդ եսը կրմանք փոխարինել ճշմարտությունը հաղթեց աշխարհին, խաղաղություն պիտի թողում ցեզի եւ կսե ինչ տեսակ խաղաղություն, աս աշխարհի դվածը չէ որ պիտի տամ ցեզի, այսինքն խափեփավ արտը մեկ մը խափեց 5-ի փոխարեն 10 առավ, ուրախ գնաց տունը նստեցավ TV-ին առջև, կարծե որ շատ խելացի է, բայց քանի որ մարդը ճշմարտության համար կանչված է, քիշերը այդ որդը խափեության սիրտը գուտե, ադոն համար գսե որ դժողքի մեջ ինչ պիտի լա, չքնացող որդ, որ չի մեռնիր այդ որդը, այսինքն հոգիդ շատ կեշ պիտի տարաբի, որտեղ այս աշխարհի մեջ դու եղած ես սատանայի զավակ, չես ընտրած Աստծուն, ուրեմն Աստված թող մեզի իր ճշմարտության մեջ պահի, Բիղադոսին չմնմանինք, որ գեցավ Հիսուսի առջև եւ ասավ ինչ է ճշմարտություն, այլ նայինք Հիսուսին եւ ասենք դու ես ճշմարտությունը Տեր եւ գուզենք քո աշակերտներդ, քո հետևորդները դլալ, որտեղ անգամ երբ որ Գողգոթա կելնես, խաղաղություն կա, անգամ խաչի վրա կդանչվի, սոնուր կյանք կա եւ անգամ երբ որ գերեզման կմտնես, on հավիտյան հույսը շարի։ Թող Աստված մեզ իր ճշմարտության մեջ պահի։ Քրիստոս հարյավ իմերելոց։